Այս բանը շնորհավորեք բոլորիս, Հինանի մյուզիկոլը 5 տարեկան է։ Հինանի մյուզիկոլը 5 տարեկան է, երաժշտական բազմազանություն, սիրված արտիստներ, համեղ խոհանոց, ջերմ ընտանեկան մթնոլորտ ու հանդիսատես, որոնք արդեն 5 տարի է իրենց ամենահիշարժան երեկոներն անցկացնում են քաղաքի սրտում Սայաթ Նովա 19 հասցեում գտնվող այս վառ ու հյուրընկալ պատերի ներքո։ Մարտի 18-ին սիրված ժամանցավայրը հագեցած ու մտերմիկ հոբելյանական երեկո պարգևեց իր հանդիսատեսին անվանի արտիստների ելույթների ներքո։ Երեկոն վարում էր Սուրեն Արուստամյանը։ Հինանի մյուզիկոլում կա որակ, ճաշակ եւ այստեղ գալիս են հանգիստը վայելելու համար։ Այստեղ արտիստներ են, ովքեր լեգենդար են, ովքեր պատմություն ունեն, ովքեր ստեղծում են այդ դրամատուրգությունը եւ նաեւ արտիստներ են, ովքեր նոր են սկսում, մենք միշտ ուրախ ենք նաեւ նորերի համար։ Այսօր բացի Հինանի ծնունդը լինելուց նաև մեր պրոյեկտի ու եղբորս ակուստիկ պրոյեկտի նաև 5-ամյակն է, այնպես որ մենք այսօր կրկնակի ծնունդ ենք նշում։ Իսկ Հինանի մասին կարող եմ շատ երկար խոսել, Փառք Աստծո, որ կա եւ շատ կարեւոր է վստահ եմ շատ մանավանդ հեղինակ երգիչների համար եւ այստեղ անցնակտրվածքով բազում հետաքրքիր համերգներ են տեղի ունենում ինքը նաեւ հարթակ է որտեղ կարող են ներկայանալ մարդիկ ովքեր մտածում են որ իրենք կարող են ներկայանալ իրենց հեղինական երգերով եւ ոչ միայն հեղինական, այսինքն ուզում եմ ասեմ ինքը նաեւ հնարավորություն է բեմ է, որը տրամադրվում է բոլոր ստեղծագործող մարդկանց։ Avo Խալաթյանը նշում է, ոչ միայն ելույթ է ունենում հատուկ առիթներին, այլև հաճախ հյուրընկալվում է այստեղի միջոցառումներին, հատկապես որ կինը Նունե Եսայանը եւս Հին Անի մյուզիկոլում բազում հիշարժան համերգներ է ունեցել։ Տարիներ շարունակ այս վայրում մթնոլորտ են ստեղծում նաև Զարուհի Բաբայանը, Լիանան Շուշան Պետրոսյանը, Իլոնա Սագիևան եւ Ասուջյանը, որոնք եւս կիսվեցին Հինանի մյուզիկոլի հետ կապված իրենց պատմություններով։ Ես ուզում եմ շնորհավորել բոլորիս տոնը, որտեղ սա մենակ Հինանի մյուզիկոլի տոնը չի, սա ամբողջ հայ հանդիսատեսի տոնն է, ովքեր միշտ ներկա են եղել եւ ուզում եմ նման տոներ մի քիչ շատ լինեն մեր դարաշրջանում մարդկությանը շատ ապագաս են նման հրաշքորեր։ Ես ամեն դեպքում ոնց որ իմ տանը լինեմ ու այն որ հանգիստ կարող եմ ոնց ուզեմ երգեմ Շուշանից հետ։ Արտիստը պիտի ունենա հարմարավետություն, իրեն լավ զգա, բոլոր ոլորտներում եւ աշխատակազմի հետ, եւ դահլիճում ստեղծված մթնոլորտի հետ։ Այսինքն ես այստեղ ինձ շատ լավ եմ զգում, ամիսը մեկ անգամ ունենում եմ հյուրախաղեր եւ հավատացեք նույն թրթիռով սպասում եմ ամեն անգամ հաջորդ համերգը երբ է լինելու։ Ես վստահ եմ, որ Հինանի քաղաքում մի վայր է, որտեղ մարդիկ անցկացնում են շատ տաքուկ երեկոներ, եւ վստահ եմ, որ Հինանին արդեն ունի իր հավատարիմ ընկերներին, մի մեծ ընտանիք, ովքեր անցումից գոնե մի քանի անգամ անընդհատ լինում են հենց այդ դահլիճում։ Անկեղծ ասած Հինանին ինձ համար տան նման տեղ է, որովհետև ես միայն այստեղ եմ մենահամերգ դրել այսքան ժամանակ ու մեծ սիրով եմ դրել, որտեղ իմ ընկերների մոտ եմ, իմ հարազատների մոտ եմ եւ կարծես իմ տանն եմ։ Երևի 2-3 տարի, որ համագործակցում եմ Հինանի հետ եւ դա ամենալավ տարիներն են, իմ ամենասիրելի վայրն է, ջերմ այդպիսի մթնոլորտ, որտեղ ես սիրում եմ երգել եւ ընտրում եմ միշտ եկել այստեղ։ Երկրորդ տարին արդեն համագործակցում ենք, շատ գոհ ենք,
դարտակարգ մթնոլորտա իմ համերգի օրերը ոնց որ դառնում ենք մի ընտանիք։ Առաջի անգամ մասնակցել եմ այս տարի մարտի 8-ին Կանանց գեղեցկության տոնին, առաջի մենահամերգս իմ կյանքի։ Ասեմ շատ ոգևորված եմ, որովհետև շատ լավ հանդիսատես ունեցա։ Հինանի Music Hall-ում քեզ զգում ես ինչպես տանը, ասում են արտիստները, որոնք իրենց հարազատ վայրին մաղթում են հարատևություն, որպեսզի իրենք էլ ունենան ջերմ հանդիսատեսի հետ այս կոլորիտային սրահում հանդիպելով բազում առիթներ։ Նախ վարձ կկատարձեր, դուք ահռելի մեծ աշխատանք եք անում, դուք հնարավորություն եք ստեղծում շատ արտիստների, որ առաջին անգամ դուրս գան բեմ ձեզ մոտ ձեր հարթակում, դառնան սիրված եւ իհարկե իրենց ճանապարհը հստակ գտնեն արդեն շոու բիզնեսի ասպարեզում։ Միայն երկարաճեցություն։ Ինքը արդեն կարծես թե տրադիցիոն վայր է դարձել մեզ համար եւ վստահ եմ, որ շատ արտիստներ դեռ շատ ասելիք են ունենալու հենց Հինանի վերից։ Բախվում եմ շարունակ շատ հաճելի երեկոներ։ Ուզում շնորհավորել տնօրենությանը, ամբողջ անձնակազմին, այստեղ բոլորը 100 տարի աշխատում են, բոլորը հարազատ մարդիկ են ինձ։ Ես ուզում եմ նրանց մաղթել երկար տարիների կյանք, ամենակարևորը եւ Հինանին երկար տարի ապրի, որ բոլորս լիքը համերգներ տնենք այստեղ։ Բոլորի սիրում ենք մեր շատ սիրելի հանդիսատես, միշտ ուրախ ենք ձեզ տեսնել Հինանիում, համեցեք։ Մաղթում եմ կանաչ ճանապարհ, պարտադիր, հարատև հաջողություններ։